Ողջունում եմ բոլորիդ, ես Ստելլա Սարուխանյանն եմ, ներկայացնում եմ Հայ գյուղը։ Ցանկանում եմ ձեզ ներկայացնել մեր ընթացիկ տարվա ծրագրերը եւ կսկսեմ Լուսինկա կրթական կենտրոնից։ Լուսինկա կրթական կամ ուսումնական կենտրոնը արդեն 17 տարեկան է եւ ունի 17-ից ավել մասնագիտություններ եւ օնլայն եւ օֆլայն հարթակում։ Մենք արդեն 2 տարի է համագործակցում ենք Լուսինկա ուսումնական կենտրոնի հետ, ես եւ իմ համայնքը ծրագրի շրջանակում եւ ունեցել ենք 9 հրաշալի խումբ, հրաշալի հաջողությունների պատմություններով, որոնք այս տարի ձեզ ներկայացնելու ենք արդեն հատիկ առ հատիկ, որպես հաջողության պատմություններ, այսինքն ներկայացնելու ենք պատմությունները այն ուսանողների, ովքեր ուսանել են մեր դասընթացի շրջանակում եւ այսպես վաղը փետրվարի 16-ին մեկնարկում է մեր 10-րդ խմբի դասընթացը, բայց մենք տնօրեն Ստելլա Խաչատրյանի հետ որոշել ենք, որ վաղվա դասընթացը կանենք անվճար, այսինքն դուք ունեք մեկ անվճար դասընթացի հնարավորություն, որտեղ մենք ձեզ ներկայացնելու ենք ամբողջ ծրագիրը, ինչ եք դուք սովորում, հողից շուկա ամբողջ շղթան, գյուղական զբոսաշրջությունը Հայաստանում եւ այլ ինֆորմացիոն դասընթացներ, դասընթացի շրջանակում մեզ են միանում տարբեր ոլորտում հաջողություններ գրանցած մարդիկ եւ ներկայացնում են իրենց պատմությունները։ Մենք ձեզ նաեւ տալիս ենք կապեր, սովորեցնում ենք ինչպես վարել պրոֆեսիոնալ Facebook-յան էջեր, ինչպես դիմել դրամաշնորհային ծրագրերին եւ իհարկե արդեն դասընթացից հետո դուք երազանք, նպատակ, պլանավորում եւ գործողություն շղթայով գնում եք իրականացնելու ձեր ծրագիրը։ Այնպես որ ովքեր կցանկանան վաղվա մեր անվճար դասին միանալ, գրեք մեզ, մենք կուղարկենք հղումը եւ դուք երեկոյան 20:00-ին կմիանաք դասընթացին։ Հաջորդը, որը ուզում եմ ներկայացնել, դա Հայ գյուղ ՍԾՆ է եւ մենք Քրիստինե Վարդանյանի հետ ծրագրերի համակարգող տասնյակ ծրագրեր ենք պլանավորել, որոնց շրջանակում ունենք մեկ անգամյա այցելություններ գյուղեր, որը կոչվում է Տուր գյուղացուն սերմը, մենք գալիս ենք ձեր համայնք դասընթացով, ներկայացնում ենք կրկին անգամ մեր ծրագրերը, խոսում ենք գաղափարների իրականացումից եւ տրամադրում ենք յուրաքանչյուր մասնակցի 12-ական տուփ ավանդական, ոչ ավանդական եւ բարձրարժեք մշակաբույսերի սերմեր, բնականաբար խոսում ենք նաեւ մշակությունից եւ նայած ինչ կլիմայական պայմաններ են տվյալ համայնքում, արդեն խորհուրդ ենք տալիս ինչ մշակաբույս մշակել տվյալ համայնքում։ Մեր հիմնական շեշտը գյուղական զբոսաշրջության զարգացումն է, որը բավականին հեռանկարային է, իդեպ դաշտը բաց է Հայաստանում եւ վերջին տարիներին բավականին արդյունքներ ենք գրանցել եւ ինչպես ամեն անգամ ասում եմ, գյուղական զբոսաշրջությունը այն բիզնեսն է, որը գյուղացու տունը դարձնում է բիզնես կենտրոն, այսինքն դուք ձեր մեկ սենյակը դարձնելով հյուրատուն, այն է B&B, ինչ է նշանակում B&B, Bed and Breakfast, եկել է հիմնականում Ամերիկայից եւ Եվրոպայից գաղափարը, բայց արդեն տարածում ունի ամբողջ աշխարհում։ Եվ այսպես մեր մեկ նախաձեռնությունը կամ ծրագիրը դա մեկ անգամյա այցելություններն են, հաջորդը ունենում ենք եռամսյա ծրագիր կրկին համայնքի հետ, որտեղ եւ օնլայն եւ օֆլայն հանդիպումներ ենք ունենում, կրկին մշակում ենք ձեր ծրագրերը եւ դուք արդեն իրականացնում եք ինքնուրույն, մենք տալիս ենք ողջ գործիքակազմը եւ արդեն ինչպես նշել եմ վերնագրի հատվածում ցանկացած առաջարկի համար կգրեք Քրիստինե Վարդանյանին եւ նա սիրով բոլորիդ կպատասխանի։ Ունենք նաեւ կոնֆերանսների պլանավորում, ինչպես գիտեք, նաեւ ներկայացնում եմ միասնական ազգ հասարակական կազմակերպությունը եւ կազմակերպության ծրագրերի շրջանակում պլանավորում ենք 3 կոնֆերանս, 3 տարբեր մարզերում եւ միասին կքննարկենք, թեման կընտրենք ու կիրականացնենք նաեւ այս կոնֆերանսների գաղափարը։ Ներկայացնում եմ միասնական ազգ հասարակական կազմակերպությունը, որի հովանու ներքո գործում է մենք նախաձեռնությունը, որը կարծում եմ բոլորիդ կողմից սիրվել է եւ բոլորդ արդեն ծանոթ եք ընթացքին եւ մենքի շրջանակում նույնպես ունենալու ենք տարբեր սեմինարներ, հանդիպումներ, քննարկումներ եւ մեկ անգամյա եւ արդեն երազանքների մոլորակ կենտրոնում, որը շուտով կսկսենք արդեն կմեկնարկի, որը լինելու է
հյուրատան օրինակ, որտեղ նույնպես անց են կացնելու դասընթացներ, ճամբարներ, հանդիպումներ, նույնպես համագործակցության համար գրում եք Քրիստինե Վարդանյանին, միասնական ազգ հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է Կարինե Շահբազյանը, ով բնակվում է առայժմ Ռուսաստանի Դաշնությունում եւ պլանավորում է առաջիկա տարիներին վերադառնալ Հայաստան, իսկ այժմ պարզապես այնտեղից համակարգում է եւ գնում գալիս է իհարկե եւ այստեղ միասին կազմակերպում ենք միջոցառումներ, ովքեր ավելի վաղ են մեզ միացել, ծանոթ են մեր ամենամեգա կոնֆերանսին, այն է Սև ու Սպիտակ միջոցառմանը, որը ունեցանք 2 տարի առաջ, անցյալ տարի ունեցանք էլի մեծ կոնֆերանս Ռիմա Դավթյանի դպրոցում մենք դեմ ենք բռնությանը խորագրով եւ մեր միջոցառումների շարքը շարունակվում է։ Ներկայացնում եմ նաև Կանաչ Արահետ հասարակական կազմակերպությունը, որի հիմնադիրը մայրս է Տիկին Նունե Սարուխանյանը, Կանաչ Արահետը արդեն 23 տարեկան կայացած հասարակական կազմակերպություն է, որն իրականացնում է ծրագրեր Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում եւ ինչպես արդեն գիտեք, հիմնական շեշտը դրված է կրթության վրա, ոլորտային կրթություն եւ մենք 23 տարի շարունակ սովորեցնում ենք գյուղացուն փոքր տնտեսությունների վարման մոդելը, բարձրարժեք մշակաբույսերի մշակությունը, նաեւ զբոսաշրջություն, որը ներկայացնում է մեր հովքի ուսուցման կենտրոնը, հատապտուղների մշակություն, որը ներկայացնում է Շիրակի ուսուցման կենտրոնը եւ իհարկե փառատոնը։ Գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոն։ Կարծում եմ չկա մարդ, ով ներկա չի եղել այդ փառատոնին եւ չի մասնակցել։ Այս տարի 13-րդ տարին է, որ տոնելու ենք արդեն հաջողած, կայացած եւ ոլորտում ամենախոշոր փառատոնը։ Ովքեր կցանկանան արդեն ամրագրել իրենց տեղը փառատոնի շրջանակում, որպեսզի ներկայացնեն իրենց ապրանքները, արտադրանքը, ապա կարող են գրել Կանաչ ուսուցման կենտրոնի էջին։ Նշեմ նաև Կանաչ ուսուցման կենտրոնում իրականացնում ենք հանդիպումներ եւ դպրոցականների եւ մանկապարտեզի տարիքի երեխաների հետ, սովորեցնում ենք ինչպես աշխատել հողի հետ, ինչպես ծաղիկ կամ մշակաբույս տնկել եւ ծանոթացնում ենք առհասարակ գյուղատնտեսությանը։ Եթե ովքեր միացած չեն, կխնդրեմ, կարծեմ մեկնաբանություններում երկուսն էլ տեղադրել եմ, եթե ոչ, ուղիղ եթերից հետո կտեղադրեմ, գյուղական զբոսաշրջությունը Հայաստանում խումբ ունենք, 23,000-ից ավել խմբակից եւ այնտեղ յուրաքանչյուրը խումբն անվճար է, հայտարարություն տեղադրելն անվճար է, կարող եք տեղադրել ինֆորմացիա ձեր գյուղի մասին։ Չեմ դադարում ասել, որ համացանցը հրաշալի գործիք է մեր գյուղը, մեր բիզնեսը ներկայացնելու համար, գրագետ եւ ճիշտ ներկայացնելու համար, որը նույնպես պահանջում է ոլորտային կրթություն, այնպես որ հենց համացանցի օգնությամբ դուք կարող եք աշխարհին պատմել ձեր գյուղի մասին եւ յուրաքանչյուրս եթե ընկալենք մեր գյուղը որպես մեր աշխարհի կենտրոն, ապա մենք կլինենք այն մարդը, ով քաղաքը գյուղ կբերի եւ ոչ թե գյուղից քաղաք կգնա։ Այս տարի նաև ներկայացնում եմ «Իմ քայլը» հիմնադրամի գաստրոբակ ծրագիրը գյուղական զբոսաշրջություն, որը իրականացնում ենք Թալին համայնքում, 3 գյուղերում եւ որի ընթացիկ աշխատանքները նույնպես ներկայացնում ենք «Իմ քայլը» հիմնադրամի էջով եւ ես նաև կիսվում եմ իմ էջով, կիսվում եմ նաև խմբերում, որի համար շնորհակալություն եմ հայտնում Տիկին Աննա Հակոբյանին եւ Թալինին, ով համակարգում է հիմնադրամի ողջ ծրագրերը։ Եվ այսպես, եթե դուք հետևեք վերը նշված խմբերին, ես ինչու եմ հղումները տեղադրել, որովհետև շատ հաճախ տեղեկացված չլինելու պատճառով հարցեր են հղում եւ ես ստիպված եմ լինում հատիկ առ հատիկ բոլոր նամակներին պատասխանել, որովհետև ես անպատասխան նամակ չեմ թողնում եւ կարող եք փաստել յուրաքանչյուրդ։ 26 թվականին ունենալու ենք փորձի փոխանակումներ, կոնֆերանսներ, փառատոններ, արշավներ, դասընթացներ, տարբեր թեմատիկ հանդիպում, ցերեկույթներ, որի շրջանակում նաև ունենալու ենք ծանոթություններ, կապերի հաստատում, որովհետև լավ կապերը արժեն ավելին, քան գումարը, որը չգիտես ինչպես ծախսես կամ ինչպես ներդնես բիզնեսի մեջ։ Ցանկանում եմ նաև ձեզ ներկայացնել մենքի առաքյալներին, որը կրկին
մենք նախաձեռնության մի մասնիկն է, էլի կարծում եմ բոլորը ճանաչում եք տիկին Հասմիկ Մաթևոսյանին, ով բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ մենք միասին շուրջ 5 տարի է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում իրականացնում ենք տարբեր ծրագրեր եւ աջակցություն ուսանողներին ուսման վարձի տեսքով եւ բիզնեսի գաղափարի իրականացման, այսինքն եթե մեկը պլանավորում է կարուձև, նվիրում ենք կարի մեքենա, շահառուներից մեկը պլանավորում էր զբաղվել թռչնաբուծությամբ, կրկին նվիրել ենք համապատասխան սարքավորումները, որպեսզի բազմացնեն ճուտիկներ եւ այսպես շարունակ իրականացրել ենք տարբեր ծառատունկեր եւ մարզերում, դպրոցներում, խաչքարերի բացում Միակը Հայաստանում կրկին Էջմիածնի դպրոցներից մեկում Մոր հուշարձանը, որը տեղադրվել է կրկին տիկին Հասմիկ Մաթևոսյանի աջակցությամբ, հիշատակ իր մայրիկի, բայց արձանը անանուն է եւ նվիրված է բոլոր մայրերին։ Եվ մենքի առաքյալները արդեն 2 տարուց ավել է ֆինանսավորում են տարբեր ծրագրեր, բայց մինչ մենքի առաքյալները մենք իրականացնում ենք այս ծրագրերը հենց տիկին Հասմիկ Մաթևոսյանի հետ։ Ծրագրերը բազմաթիվ են, ժամանակ առ ժամանակ ես իմ էջում տեղադրում եմ կատարված ծրագրերի մասին ինֆորմացիա, այս պահին վերանորոգում ենք տիկին Անահիտ Արամունիի օգնությամբ եւ համակարգմամբ Ուշի գյուղում մի ընտանիքի տուն, որպեսզի ունենան վերանորոգված եւ գեղեցիկ տուն, բնունիս եկեղեցին ենք վերանորոգել եւ ծրագրերը բազմաթիվ են, այս պահին հերթականությունը չեմ նշում, որովհետեւ ընթացիկ ծրագրերը ամեն անգամ տեղադրում եմ, բայց հատուկ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մենքի առաքյալներին, որովհետեւ այս 2 տարիների ընթացքում մենք սկսել ենք 10-12 հոգուց եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում արդեն ունենք 40 առաքյալ։ Իրականում դա առաքելություն է եւ անվանումը ճիշտ է ընտրված, որովհետեւ ամեն ամիս պարտաճանաչ առաքյալները հավաքվում են աղջիկներից մեկի տանը եւ իրենց ես միշտ Աստվածաշնչի օրինակն եմ բերում այրի կնոջ վերջին լուման եւ իրենց բաժին, իրենց ամսվա գումարից տրամադրում են գումար եւ արդեն 40-ն են առաքյալները, կրկին անուններով չեմ նշում, որ որևէ մեկի անունը բաց չթողնեմ, որովհետեւ ինձ համար առաքյալները դա նաեւ գաղափարախոսություն է իրականացնել փոքր քայլերով ծրագրեր Հայաստանում եւ եթե ինչ-որ մեկը այդ ծրագրերի շրջանակում երջանիկ է ժպտում է, մենք արդեն հաջողել ենք։ Ամեն ամիս ունենում ենք ծրագրեր, ամեն ամիս ներկայացնում եմ, թե ինչ ենք արել արդեն տվյալ ամսվա գումարով եւ ծրագիրը շարունակական է, իսկ առաքյալների թիվը կարծում եմ տիկին Հասմիկի շնորհիվ կհասնի 100-ի, կհասնի եւ կանցնի 100-ը։ Եվ ամենակարևորը, որի մասին արդեն խոսում եմ 10 տարուց ավել կամ 15 տարուց ավել, դա հարուստ գյուղացիներով գյուղի գաղափարն է, որովհետև անդադար կրկնում եմ, որ մենք աղքատ գյուղացի չունենք, սոված գյուղացի չունենք եւ այդ խոսույթը կամ արտահայտությունը ինձ բոլորովին դուր չի գալիս, որովհետև մեր յուրաքանչյուր գյուղացի իր հացը ստեղծող, իր տնտեսությունը մշակող եւ սննդի բազմազանությունը պահող անհատ է, այլ բան է, որ նրանք չունեն իրենց բիզնեսները կամ կայուն եկամտի աղբյուրները եւ մենք հենց դեպի դա ենք գնում։ Իսկ հարուստ գյուղացիներով գյուղի գաղափարը արդեն ավելի մանրամասն կներկայացնեմ մարտ ամսի վերջին եւ նշեմ, որ այս ծրագրի մասնակիցը կարող է լինել ձեզնից յուրաքանչյուրը, որովհետեւ ամեն մեկի մասնակցությունը կարեւոր է եւ ամեն մեկը պետք է զգաք, որ դա հենց ձեր գյուղն է։ Ես այս ուղիղ եթերը ավելի շատ պլանավորել եմ ինֆորմացիոն, հետևաբար շատ երկար չեմ խոսի իմ շատ սիրած թեմա գյուղական զբոսաշրջությունից, այլ կպահեմ հետագա ուղիղ եթերների համար, արդեն երբ որ կընտրենք թեմատիկ հանդիպումներ, անպայման մենք ձեզ տեղյակ կպահենք։ Եվ հիշեցնեմ, ինչպես սկսեցի ուղիղ եթերս Լուսինկա ուսումնական կենտրոնի ես եւ իմ համայնքը ծրագրի ներկայացումով, վաղը փետրվարի 16-ին երեկոյան 20:00-ին ունենալու ենք անվճար բաց դաս Google Meet ծրագրով, հետևաբար դուք պետք է մեկնաբանություններում գրեք, որ ցանկանում եք միանալ դասընթացին, մենք ձեզ կուղարկենք դասընթացի հղումը, դուք կծանոթանաք դասընթացին եւ եթե արդեն կցանկանաք, կմիանաք մեր 10-րդ խմբին։
Շնորհակալություն եմ հայտնում իմ ծրագրերին, նախաձեռնություններին հետևելու համար եւ մեր թիմին միանալու համար, որովհետեւ յուրաքանչյուրի աջակցությունը կարեւոր է եւ աջակցությունը դա միայն ֆինանսականը չէ, գրառումով կիսվելը, իրար կամենալը, ինչ որ մի դրական արտահայտություն գրելը կամ հենց սեփական փորձով կիսվելը, ով արդեն մեր դասընթացներին մասնակցել է, դա նույնպես աջակցություն է, ինֆորմացիոն աջակցություն, որ մնացած մարդիկ, ովքեր տեղյակ չեն ծրագրերից, կտեսնեն, կտեղեկանան եւ կմիանան մեր դասընթացին։ Շնորհակալ եմ, որ հետևում եք, շնորհակալ կլինեմ, որ կիսվեք ուղիղ եթերով, ասում եմ ձեզ ամենալավն ու բարին եւ արեւ ձեզ։